Շնորհակալ եմ, ես փորձեմ կարճ, ես անկեղծ ասած համեմատության այլ եղանակ չգիտեմ, քան ինչ-որ բանի հետ, որ համեմատում ես, պետք է ինչ-որ բանի հետ համեմատվես։ Այսինքն, երբ որ դուք ասում եք նախկինը մի հիշեք, չափման միավոր այլ ձև, այսինքն գնահատական տալու այլ մեթոդ, ես դրա անվանության առարկայից տենց ոնց որ ինչքան հիշում եմ չեմ անցել, եթե դուք գիտեք նոր գիտության ճյուղ, որ կարած դու ինչ-որ մի բան համարեք, օրինակ դուք հիմա լավն եք, թե վատն եք, առանց համեմատության, տենց չգիտեմ, կարաք նոր ուղղություն բացեք, մտածենք, հետաքրքիր տենց առաջ գնանք։ Եթե ինչ-որ բան ուզում ես գնահատական տաս, պետք է համեմատես։ Եթե ինքը կարող համեմատես, բայց ոչ արդարացնես։ Այսինքն եթե նախին սենցենարել, ուրեմն Արեն Սիմոնյանը իրավունքի վրա ո՞նց է արդարացնում դա։ Դա տրամաբանական ոչ մի տրամաբանություն չկա, մի անգամ մեկին դեց պատասխանել է։ Եվ որ ասում դու 95 թվականին սենց ես այլ։ Ես մանկապարտեզում ճաշի կլցրել եմ երեխայի գլխի, դրանով իր արածը արդարանում, հա։ Տարական բան է, դուք տրամաբանական բան չեք ասում։ Արո։ Ես ուրախ կլինեմ ձեզ տեսնել միշտ տրամաբանական խոսելուց, բայց ուրախ կլինեմ նաև որ հարգից եք գործընկերների, երբ որ հերթագրվելու իրավունք կա, այդ ձեր կողմից նշած բանը։ Ոչինչ, ես երբեմն նաև պորտկում եմ, բոլորը ինձ գիտեն, դա նորություն չի։ Ես ուրախ եմ ձեզ որ երբեմն եք պորտկում, ես մի կերպ դիմացա։ Չնայած զարմանում եմ ինչ կարելի է բացատրել մի մարդու, որը նախկին լրագրող է, բայց տարբերություն չի տեսնում հեռարձակման լուսաբանման եւ տեղում լուսաբանման մեջ, այլ ասելիք չկա։ Կարակ դուք չխոսաք, որովհետեւ եթե դուք նախկին լրագրող այդ երկուսի մեջ տարբերությունը խնդիր չեք տեսնում, դուք բացարձակապես ուրեմն ոչինչ չեք հասկանում, ոչ ժուրնալիստիկայի, ոչ մնացած բաներից։ Եթե ձեզ թվում է ես չեմ կարող հասկանալ։ Դուք ասացիք, ինչ խնդիր կա ասացիք։ Եթե այդքան ընդհանրապես մեկ րոպե սպասեք, ես այդ դեպքում եմ ասել։ Այս մեր ժողովը հերթական հավաքը զայնագրվել է։ Տիկին Ջեբեջյանն ասում պարոն Գաբրյանն ասեց լավ է բանանը։ Ես այդպիսի արտահայտություն չեմ արել, ժողովուրդ հասկանում եք ինչի մասն եմ խոսում։ Այսինքն ես չեմ ասել, որ երբ որ լրատվամիջոցն է դիմում պաշտպանել, դա լավ է։ Բայց ծրագրողը այստեղ նստած անցնում է 20 րոպե, ասում է սենց արտահայտություն արել։ Հիմա դա կարա դառնա վերնագիր, հետո կարա հարգելի պարոն Մեսրոպ, ձեր մոտ դառնա պորտման առարկա ու ես ստանա նստած ասեմ, բայց մի րոպե ախր, ես այդպեսի բան չեմ ասել։ Դուք չեք կարող գտնել։ Ասացիք, ինչ խնդիր կա, այդպես չասաց Արևիկ, ասաց ինչ խնդիր կա, դուք էմես եք լուսաբանում, թե էմես, սա հարվածից երասացն է, եթե դուք խնդիր չեք տեսնում, ուրեմն դուք ժուրնալիստ եք, ոչինչ չեք հասկանում, ես ցավում եմ, որ դուք ժուրնալիստ եք աշխատել, ես ցավում եմ, որ դուք հիմա համարձանում դաս եք տալիս, ինչ դաս եք տալիս, չեմ հասկանում։ Չնայած այ քպոյականից ես Ճիշտ ասած, ես չգիտեմ դուք որտեղ եք կարծացել, որ երբևէ դաս եմ տալիս, ես կարծում եմ գոնե ձեր աշխատանքի մեջ դուք ասում եք կամ անում եք այնպիսի բաներ, որ գոյություն ես երբևէ որևէ տեղ դաս չեմ տվել, ես երբևէ որևէ տեղ եթե թողեք թույլ տամ, խոսեմ, ինձ թվում է այնքան բաներ ես սխալված կնեք, որ կարող է պորտման պատճառ դառնա, բայց ես ձեր հանդեպ այդպես չեմ եղել իմ ողջ կյանքում եւ ինձ մի քիչ ձեզ հարգելով կխնայեմ եւ շատ բաներ չեմ ասել։ Նորից եմ կրկնում, ես երբևէ չեմ արդարացրել, ես ընդհանրապես հարց եմ բարձրացրել, ասել եմ գոնե ուղիղ տեսակապ կար, եւ եթե դա միջոցառում է, որտեղ դու իրավունք չունես հարց տալու, ելել եմ օրինակ այդում ազգային ժողովը, որտեղ լրագրողները այդ ֆորմատում ինչ խնդիր կա։ Իհարկե հիմա էլ եմ հարցում, ինչ խնդիր կա։ Լիքը խնդիր։ Բայց դա չի նշանակում ես արդարացնություն։ Արգելի Մեսրոպ, նույնպես եմ ասում։ Դուք այս ընթացքում ասեցիք այնքան բաներ, որ այդպես չի։ Հիմա այս եթերը դսողը իմ մասին չի կարծիք կազմում, ձեր մասին, որ դուք իմ 2 տարիքին եք եւ ասում եք բաներ, որ այդպես չի։ Այդ որ ես դաս եմ տալիս, չգիտեմ, կամ ես ինչ եմ անում։ Ես այն էլ եք սխալվել։ Ես ասում ես չեմ ասել, որ դա լավական բան է, չեմ արդարացրել։ Իհարկե շարունակում եմ կարծել, եւ ես կարծում եմ, որ լրագրությունը չեմ ձգտել երբեք, երբ որ լրագրող եմ եղել, լինեմ լավ լրագրող, բայց ինձ թվում է դուք սխալ ճանապարհի վրա եք, եթե կարծում եք, որ վատ լրագրողն է, ով փորձում է հարցեր տալ։ Ինձ թվում է առաջնային հենց մեր գործը ոչ թե ինչ որ բաներ սադել ու կամանում մեջ է, հենց առաջի գործառույթն է դա, որ հարցեր տալ։ Եվ այո, ես շարունակում եմ էլի այդ հարցը տալ եւ կարծում դրա մեջ արդարացում կամ չարդարացում չկա, ամեն դեպքում ձեզ էլ մաղթում եմ, չգիտեմ։
Ես չարությամբ տրամադրված չեմ պետք չի այդպես պորկալ եւ առավել եւս ձեր վարկից հետո էլ այդպես չեմ լինելու էլ, բայց խնդրում եմ, եթե էլի այն լրատվամիջոցներից կարծացել եք, որ ես չգիտեմ, ես եմ անում, այն եմ անում, կարող է դա ձեր պորտման պատճառը, սա լավ առիթ էր, հաստատվեք, կարող է լիքը էլի բաներ երկեմ, հասկանաք, որ մյուս անգամ էլ մեկ այլ անձի հանդեպ չի կարելի պորտել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ,